Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կդառնա 1.5 տարի։ Նոր որոշումը կգործի 2026 թվականի հունվարի 1-ից եւ չի տարածվի նշված օրվա դրությամբ զինծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա։ Նախագծի մասին հոկտեմբերի 30-ի կառավարության նիստում նշել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման ուղղությամբ կատարված եւ շարունակական աշխատանքների շնորհիվ, ինչպես գիտենք, մի շարք օրենսդրական նախաձեռնություններ են տեղի ունեցել, ունենք Պաշտպան հայրենիաց ծրագիրը, ատեստավորման համակարգն է ներդրվել եւ այլն, եւ միայն այս պահին կարող եմ այդ թիվը հնչեցնել, որ Պաշտպան հայրենիաց ծրագրի շահառուների թվաքանակը կազմում է 4220 եւ ինքը աճի միտում ունի, այն զինծառայողներն են ժամկետային, ովքեր պայմանագիր են կնքել Պաշտպանության նախարարության հետ եւ իրենք դառնալու են պայմանագրային զինծառայողներ 5 տարվա ծառայության ժամկետով։ Հայաստանի 7-րդ Թումո կենտրոնը կստեղծվի Վանաձորում։ Հանրապետության սեփականություն հանդիսացող հողամասը, հարակից շենք-շինությունները կնվիրաբերվեն Սիմոնյան կրթական հիմնադրամին կենտրոնը հիմնելու նպատակով։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանն է մանրամասնում։ Հիմնադրամի ուղղությունները կրթական 14-ն են եւ ծրագրի իրականացման նպատակով հիմնադրամը առաջիկա 3 տարիներին պատրաստվում է 1 միլիարդ 800 միլիոն դրամի ներդրում իրականացնել, այս տարածքում խնդրում եմ հաստատել։ Խուդատյանը խոսեց նաև միջուկային անվտանգության ու պաշտպանության ամրապնդման մասին, ինչի համար Հայաստանին կհատկացվի 5 միլիոն եվրոյի չափով ֆինանսական աջակցություն, որն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության եւ ճառագայթային պաշտպանության ամրապնդումը Հայաստանում ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման համատեքստում։ 2011 թվականի Ֆուկուսիմայի ատոմականի վթարից հետո հաշվարկել են արդեն ամբողջ գոյություն ունեցող ատոմականների ռիսկային խնդիրները եւ ըստ դրա կազմել են ստրես թեստեր, թե հավանական վթարների դեպքում ինչ խնդիրներ կարող են առաջանալ եւ հերթով այդ խնդիրների լուծման համար հատկացնում են ֆինանսական միջոցներ եւ Հայաստանին արդեն, ինչպես ասեցի, նախկինում 12.9 միլիոն եվրո ֆինանսական միջոց է հատկացվել, որով օրինակ դիզել գեներատորներ են ձեռք բերվել այն տրամաբանության մեջ, որ օրինակ եթե վթարի դեպքում սնուցող համակարգը շարքից դուրս գա, ապա այդ դեպքում ինչի անհրաժեշտություն է լինելու։ Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շահառու տնտեսվարողները շահութահարկի գծով աջակցություն կստանան։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով առաջարկված դրույթների կիրառումը տարածվելու է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների նկատմամբ։ Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով կառավարությունից ստացված աջակցության գումարները եկամուտ են համարվում այդ գումարով ստեղծված ակտիվների ծախսագրմանը համամասնորեն, որպեսզի այդ աջակցության գումարների մասով շահութահարկի պարտավորություններ չառաջանան։ Նիստի վերջին հարցը վերաբերում էր Հայաստանում գինու սպառման որոշակի նվազման միտմանը, ինչը նպաստել է նաև արենի եւ ոսկեհատ տեսակների նկատմամբ պահանջարկի պակասեցմանը։ Կառավարությունը նոր նախագծով կաջակցի խաղողի այս երկու տեսակների իրացմանը։ Առնվազն 700 տոննա եւ ավելի քանակությունը, նվազագույնը 220 դրամով մթերված արենի եւ ոսկյալ սորտերի խաղողի ամբողջ ծավալի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար տրամադրել 70 դրամի չափով սուբսիդավորում, ինչպես նաեւ նշեմ, որ միջոցառման շրջանակներում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսվարողների մթերման կետերում մթերումների գործընթացի մշտադիտարկումը առաջարկում է կատարել մարզպետների աշխատակազմերի կողմից։ Խոջոյանը հավելեց, ընթացիկ տարում Վայոց ձորի մարզում արենի եւ ոսկեհատ սորտերի խաղողի համախառն բերքը գնահատվում է 5500 տոննա, որից անհրաժեշտ է աջակցել 2100 տոննայի իրացմանը։